Դրել, բայց այն սկսվել է, երբ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մեր այդ նիստից 14 օր առաջ ես այստեղ էի Երևանում, եւ հետո ես ասացի, շատ լավ, ես ցանկանում եմ հանդիպել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց հետ, եւ հնարավորություն ունեցա հանդիպելու նրանցից մոտ 10-12 հոգու հետ։ Եվ ես նրանց ասացի, ես ուզում եմ անձամբ ձեզնից լսել ինչ է տեղի ունեցել եւ ինչպես եք դուք դա տեսել, ոչ թե լրատվամիջոցներից, այլ ձեզնից եմ ուզում իմանալ։ Եվ երկրորդ հարցն այն էր. այժմ ինչ եք ուզում անել։ Լավ, հիմա դուք արդեն այստեղ եք, այստեղ գեղեցիկ է, ինչ եք ուզում անել։ Եվ դա ռետորական հարց էր, որովհետև բոլորը պատասխանում էին. մենք ուզում ենք վերադառնալ մեր տները, մեր եկեղեցիները, մեր գերեզմանները, մեր դպրոցները։ Մենք ուզում ենք գնալ տուն։ Եվ ես հարցրի, այդ դեպքում ինչ եք կարծում, ինչ պիտի արվի։ Եվ նրանք ասացին, որ անհրաժեշտ է նման մի կլոր սեղան նախաձեռնել Ադրբեջանի հետ եւ լուծում գտնել, անշուշտ միջազգային դիտորդության ներքո։ Եվ երբ լուծումը լինի, միջազգային հանրությունը պետք է երաշխիքներ ստեղծի, որ նրանք ապրեն այնտեղ անվտանգ։ Ես շատ զգացված էի այս այցից եւ խոստացա նրանց մի բան անել ու նախաձեռնեցի այս առաջարկը։ Սա նախապատմությունն է։ Դա եկել է նրանցից։ Եվ երբ ես պատմեցի այս պատմությունը Վաշինգտոնում կամ ավելի ուշ Բերլինում, Լոնդոնում եւ Ժնևում տեղակայված ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակում, նրանք այնպես էին հուզվել, որ ակնհայտ էր, իրենց համար շատ հստակ է, որ սա արդար չէ։ Մենք պետք է կրկին բարձրացնենք այս հարցը եւ գտնենք լուծում։ Ուզում եմ ասել, երբ մտածում ես այդ մասին եւ ինչ որ մեկն այս երկրում ասում է, հարցը փակված է։ Ինչ? Ներեցեք։ The case is closed. What, please?